ինչ հակացություն ունի այս պրոցեդուրան։ Ով չի կարող կատարել այս պրոցեդուրան։ Ամենակարևորը այս պրոցեդուրան չեն կարող կատարել հղիները եւ կերակրող մայրերը, օնկոլոգիական աուտոիմուն հիվանդություններ ունեցող պացիենտները եւ միանշանակ տեսանելի բորբոքային օջախներ մաշկին ունեցող պացիենտները։ Ամփոփելով մեր քննարկածը, ֆիքսենք, որ բիոռևիտալիզացիան կարելի է կատարել 25 տարեկան հասակից սկսած, կան կատարման մի քանի տեխնիկան, նյութի խտությունը ու նաև կուրսի տևողությունը ընտրվում է բժշկի հետ խորհրդատվության ընթացքում։ Հենց որ նման մանրամասները ճիշտ կլինի բժիշկը ձեր մաշկը տեսնելուց հետո նոր որոշ։ Տվյալ դեպքում կատարելու ենք բոլյուսային տարբերակով, այսինքն տվյալ տարբերակը չունի վերականգնման շրջան, մեր պացիենտը նույնիսկ վաղը կարող է մասնակցել հարսանիք։ Չենք մոռանում, պրոցեդուրայից հետո անպայման ջուր խմել 1,5-ից